Սիրելի ռադիոլսողներ, եթերում կրկին ռադիոբրիֆինգի հերթական թողարկումն է, ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան քաղաքագետ Գեորգ Մելիքյանը։ Մենք խոսում ենք այս հաղորդման շրջանակում տարբեր թեմաների մասին, որոնք հուզում են մեզ եւ հատկապես արտաքին քաղաքականության մասով, եւ նաեւ այն կազմակերպությունների նախաձեռնությունների մարդկանց մասին, որոնք որ կապում են մեզ Հայաստանի հետ եւ Հայաստանը կապում են ներողություն Հայաստանը կապում են աշխարհի հետ եւ աշխարհը կապում են Հայաստանի հետ եւ այս նկատառումից ելնելով ես այսօր հրավիրել եմ Repaid Armenia Foundation կամ Վերադարձ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանին։ Ողջույն Վարդան։ Բարոյցես։ Ես այսօր կարծում եմ, որ մենք միասին հետաքրքիր զրույց կունենանք նախ ձեր կազմակերպության այդ հիմնադրամի մասին, ծրագրերի, նպատակների, ստեղծման, տեսլականի թերևս, այնուհետև կանդրադառնանք այն խնդիրներին, որոնք առկա են եւ որ կարծում եմ, որ ձեր հիմնադրամը ստեղծվել է որոշ նաև խնդիրներ թերևս հարթելու եւ նաև այդ կամուրջը հանդիսանալու Հայաստան եւ Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցների միջև։ Եվ ուրեմն Repaid Armenia կամ Վերադարձ Հայաստան երբ ստեղծվեց Վարդան եւ ինչու ստեղծվեց։ Այո, շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ հրավիրեցիք ձեր հաղորդման մասնակցելու։ Վերադարձ Հայաստան հիմնադրամը ստեղծվել է օգոստոս ամսին այս տարվա, ստեղծվել է 12 հիմնադիրների կողմից, որից կեսը հայնադարձ են։ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Լիբանանից եւ Ամերիկայից, Միացյալ Նահանգներից եւ մնացած 6 հոգին ներկայացնում են հիմնականում Ռուսաստանի հայկական համայնքը։ Այնտեղի բնակիչներ են։ Մեր հիմնական առաքելությունը նախ ասեմ, որ ստեղծման գործընթացը տևեց մոտ 1.5 տարի, մենք ոնց որ երկու խմբով մոտեցանք այս հարցին։ Մի խումբը մտածել էր նրա մասին, որ պետք է ստեղծենք մի հատ վեբսայթ եւ ճիշտ ներկայացնենք հայնադարձությունը, հաշվի առնելով այն կոնկրետ մարդկանց փորձը, որ արդեն տեղափոխվել են Հայաստան։ Եվ երկրորդ խումբը մտածում էր ավելի շատ ինստիտուցիոնալ մոտեցում էր ուզում ցուցաբերել եւ ստեղծել մի կառույց, որ պրոֆեսիոնալ ձևով կաջակցի պոտենցիալ հայնադարձներին։ Հիմա հիմնադրամը գործում է մի քիչ ավելի շատ քան 2 ամիս։ Հիմնադրամը չի ստեղծվել հատուկ սիրիահայերի համար, այսինքն մենք ավելի լայն տեսլական ունենք, ուղղակի այս բան քանի որ սիրիահայերը շատ են եւ վերադառնում են Հայաստան, մենք ամեն ձևով փորձում ենք այդ մարդկանց օգնել պրոֆեսիոնալ կերպով։ Կարևորագույն կետերից մեկը ուզում եմ նշել, որ այս հիմնադրամի շուրջ մենք հավաքել ենք արդեն մոտ 500 հայրենադարձ այն մարդկանց, ովքեր որ տեղափոխվել են Հայաստան տարբեր երկրներից, Ամերիկայից, Կանադայից, Ռուսաստանից, Մերձավոր Արևելքի երկրներից եւ արդեն քիչ թե շատ հաստատվել են Հայաստանում, ինտեգրվել են, իրենց գործ ունեն կամ աշխատում են, կամ հասարակական ոլորտում են աշխատում եւ այն մարդիկ, ովքեր որ այդ ճանապարհը անցել են, պատրաստ են մեզ աջակցել, որպեսզի ավելի թյուրին եւ ավելի հեշտ լինի նոր եկածների հայնադարձությունը։ Հիմնադրամը ունի 3 հատ հիմնական ուղղություններ։ Առաջինը ճիշտ ներկայացնել հայնադարձության գաղափարը եւ այստեղի կյանքը, որովհետեւ մենք Սփյուռքում ես ինքս տեղափոխվել եմ Մոսկվայից 2.5 տարի առաջ, ապրել եմ Մոսկվայում ավելի քան 25 տարի։ Կարող եմ ասել, որ այնտեղ շատ ու շատ կարծրատիպեր կան Հայաստանի կյանքի վերաբերյալ։ Իհարկե մենք ունենք այստեղ շատ օբյեկտիվ խնդիրներ, բայց ունենք նաև սուբյեկտիվ մի մասը, որ մենք մեր նպատակներից մեկը այն է, որ մենք այդ 500 հոգով պետք է ճիշտ ձևով ներկայացնենք մեր անձնական պատմությունները, մեր այսպես կոչված success story-ները, այսինքն ոնց ենք հաջողության հասել եւ ցույց տանք, որ եթե մարդը ճիշտ է մոտենում այդ գաղափարին, եթե ինքը ուզում է հայնադարձվել, եթե ճիշտ է կազմակերպում գործընթաց, ինքը կարող է հաջողության հասնել։ Ավելին ասեմ, մենք չենք ասում, որ եկեք հայնադարձվեք, որովհետև սա ձեր պարտքն է։ Հակառակը, մենք ասում ենք, որ դուք այստեղ կարող եք բավականին հետաքրքիր կյանքի որակ ձեռք բերել, կարող եք խուսափել այն խնդիրներից, որ կան Սփյուռքում, անվտանգության հետ կապված, հայ մնալու հետ կապված, ավելի շատ ժամանակը ընկերներին եւ երեխաներին տրամադրելու հետ կապված, ավելի ջերմ միջավայրում ապրելու հետ կապված եւ շատ ու շատ այլ հարցերի շուրջ։ Երկրորդ բլոկը ինտեգրման հետ կապված հարցեր են։ Այսինքն մենք փորձում ենք կոնկրետ մարդկանց օգնել եւ ներկայացնել ինչ հնարավորություններ կան վերադառնալու Հայաստան։ Օրինակ, եթե մարդը ուզում է գալ եւ փորձել իրեն Հայաստանում, մենք ներկայացնում ենք ինչ վոլոնտերական կազմակերպություններ կան, ինչ ծրագրեր կան, որ իրեն կարող են մասնակցել, կամ կարող են սովորել ամերիկյան համալսարանում անգլերենով ստանալով ամերիկյան ստանդարտի դիպլոմ, կամ ռուսերենով սլավոնական համալսարանում ռուսական ստանդարտի դիպլոմ։ Մոտորապես նաև ներկայացնում ենք, թե կյանքը մոտորապես ֆինանսական բյուջեն իրենց անձնական ինչքան է կազմելու, եթե ուզում են տեղափոխվել
ընտանիքով, որ մի երեխա ունի կամ եթե ինքը մենակ է գալիս, որ իրանք նույնպես պատկերացում ունենան։ Երբ որ արդեն մարդիկ ավելի շատ պատրաստ են տեղափոխվել, իսկ մենք պատրաստ ենք աշխատել մարդկանց հետ անհատապես, մենք արդեն կոնկրետ կիրառական գիտելիքներ ենք տալիս։ Օրինակ, անձնական իրերը ինչպես պետք է տեղափոխել, ինչ փաստաթղթեր իրանք պետք է իրancs հետ բերեն այն երկրից, որտեղից որ գալիս են, ինչ ստրատեգիա իրեն կարող են կիրառել իրանց ակտիվների վերաբերյալ այն երկրում, որտեղ որ մնում են, օրինակ, վաճառեն իրանց բնակարանները, թե առաջիկա շրջանում հանձնեն եւ այստեղ ապրեն, տեսնեն, հաստատվեն եւ այլն։ Ավելի մյուս քայլը, երբ որ արդեն իրենք պատրաստ են տեղափոխմանը, ապա մենք փորձում ենք իրենց օգնել գործ փնտրելու հարցում, ստանում ենք իրենց CV-ն եւ անհատապես աշխատում ենք ամեն մի CV-ի վրա, այս բանը արդեն ձևավորել ենք գործատուների որոշակի փուլ, ով որ կարիք ունեն զարգացմանը եւ հասկանում են, որ այդ զարգացումը նաեւ կապված է նրանով, որ պետք են լավ մասնագետներ, լեզու տիրապետող, արտաքին շուկաների իմացող եւ այլն։ Եթե մարդը ուզում է բիզնես ստեղծել Հայաստանում, սա այլ ավելի բարդ խնդիր է, որովհետև իրենք բոլորը ապրում են այլ միջավայրում, մենք փորձում ենք կապել արդեն այն հայնադարձների հետ, ովքեր որ հաջողության են հասել այդ ոլորտում փորձի փոխանակման համար։ Եթե իրավաբանական հարցեր ունեն, ապա իրավական հարցեր ունեն, մենք կապում ենք իրավաբանական կազմակերպությունների հետ եւ խորհրդատվական կազմակերպությունների հետ, որոնք հիմնական տեղեկությունը անվճար են տրամադրում, բայց եթե այդ մարդը ուզում է բիզնես պլան մշակել կամ feasibility study անել, ապա այդ ժամանակ ինքը արդեն վճարում է։ Եվ երրորդ բլոկը, ասեմ եւ վերադասեմ ձեզ խոսքը, այսպես կոչված պետության հետ փոխհարաբերությունների մեջ մտնելը եւ մենք ուզում ենք ձևորել ավելի հայնադարձության նպաստավոր պայմաններ Հայաստանում եւ սա ոչ թե միայն պետության խնդիրն է, այլ նաեւ հասարակության խնդիր է։ Վարդան, նախ ես հիշեցնեմ ռադիո լսողներին, որ մեր հեռախոսահամարը 368204, եղեք ակտիվ, զանգահարեք, հարցեր ուղեք Վարդանին կամ տվեք ձեր մեկնաբանությունները, ձեր առաջարկները, ձեր մտահոգությունները։ Այս հիմնադրամը օգնում է մարդկանց, ովքեր որ ցանկություն են հայրենադարձվելու, թե ինքը խրախուսում է մարդկանց հայրենադարձվել։ Լավ հարց է։ Գիտեք, մենք չենք կարող մարդկանց փոխարեն որոշում կայացնել։ Մենք կարող ենք ճիշտ ձևով ներկայացնել այստեղի կյանքի առավելությունները եւ թերությունները, որտեղ մարդիկ պետք է հստակ հասկանան, որ սա ռեալ երկիր է, սա այն երկիրը չէ, գիտեք, Սփյուռքում երբ որ մեծանում են երեխաները, իրենց հայրենասիրական դաստիարակության ժամանակ իրենց պատմում են մի ծովիցով Հայաստանի մասին, եւ այդ մարդիկ, երբ որ գալիս են Հայաստան, նույնիսկ չեն պատկերացնում, որ սա ռեալ երկիր է, ինչպես նաեւ իրենց երկրների մեջ կա եւ վատ մարդ, կա եւ լավ մարդ, կան եւ խափողներ, բայց նաեւ կան շատ կարգին մարդիկ։ Այսինքն մենք որոշում իրենց փոխարեն չենք կայացնում, բայց մենք հասկանում ենք, հաշվի առնելով թե ով է մեզ դիմում, ինչքանով է ինքը պատրաստ իրականում հայրենադարձվելու եւ դրանից ելնելով հասկանում ենք ինչ ձևի ծառայություններ, ինչ ձևի ինֆորմացիա եւ կոնտակտներ մենք պետք է ապահովենք այդ մարդուն, որպեսզի ինքը այդ որոշումը կայացնի։ Դուք ես գիտեմ որ կան եւ մենք հրավիրել ենք նաեւ Birthright Armenia կազմակերպության ներկայացուցիչին, արդյոք նման չեն ձեր առաքելությունները նույն աշխատանքն թե կա որոշակի տարբերություն ամեն դեպքում ձեր երկուսի մեջ։ Գիտեք, մենք շատ լավ համագործակցում ենք Birthright Armenia ծրագրի հետ։ Իրականում որևէ մրցակցություն չկա, որովհետեւ այն ինչ որ մենք ենք անում, դա մյուս փուլն է։ Օրինակ կամավորները, որ գալիս են դեպի Հայք ծրագրով, Birthright Armenia ծրագրով, իրենք գալիս են ճանաչելու Հայաստանը, որտեղ այստեղ 2 ամսից մինչև 1 տարի ապրում են, ոչ թե Մարիոտի կաֆեի տեղից են հասկանում թե ինչ է Հայաստանը, այլ այո, շարքային սովորական հայաստանցիների հետ շփվելով, այս կյանքով իրոք հասկանում են ինչ է նշանակում ապրել Հայաստանում։ Եվ ասեմ, որ իրենցից մոտ 4-5% հայնադարձվում են։ Եվ մեծ մասը Birthright մասնակիցներից գալիս են Ամերիկայից եւ Կանադայից եւ ձեզ ասեմ որ իրենցից մեծ մասը նույնիսկ առաջ անգամ են գալիս Հայաստան եւ լեզու չեն տիրապետում։ Մենք փաստորեն անում ենք մյուս փուլը, որ եթե մարդը ուզում է տեղափոխվել, մենք պրոֆեսիոնալ կազմակերպություն ենք, որը տանում է իրենց այդ հոգեբանական աշխատանք, գործ փնտրելու հետ կապված աջակցություն ենք ցուցաբերում, կապում ենք կայացած հայրենադարձների հետ, որ արդեն ստեղ են, կազմակերպում ենք ամսական մեկ անգամ հանդիպումը նորեկացների ու այսինքն արդեն ինտեգրված հայրենադարձների հետ, հումորային տեսքով քննարկում ենք, այսպես ասած, մշակութային տարբերությունները եւ այլն, ապագայում նաեւ ուզում ենք ինտեգրման ծրագիր մշակենք, ուղղակի մենք նոր ենք սկսել գործել, ճիշտ չի լինի, եթե մենք բոլոր ծրագրերը միանգամից սկսենք իրականացնել։ Ինչ է նշանակում ինտեգրման ծրագիրը։ Մենք վերցրել ենք քրեական փորձը
Եվ հստակ երևում է, որ եթե մարդը գալիս է Հայաստան, ինքը միանգամից իրավունք կունենա, օրինակ 3 ամսվա կուրսի մասնակցելու, որի մեջ կմտնի արևելը հայերենի ուսումը, պրակտիկական խորհուրդներ Հայաստանի կյանքի վերաբերյալ, բիզնես կլիմայի մասին դասընթացներ, մշակութային տարբեր կոմպոնենտներ, ճանաչել Հայաստանը եւ Արցախը։ Դա էլ է կարևոր, որովհետեւ շատերը ովքեր որ գալիս են Հայաստան, ենթադրենք տեղացիներն էլ այդքան լավ չեն ճանաչում երկիրը, անկեղծ պետք է ասեմ, երևանցիները, որովհետև բացի Գառնիկ Գեղարդ Էշմիածին եւ լավագույն դեպքում եւս մի ճանապարհ դեպի Սևան եւ Նորավանք, շատ ու շատ երևանցիները չեն եղել այլ տեղերում։ Եվ շատ ճիշտ կլինի, եթե մենք այդ մարդկանց կապենք հողի հետ, որպեսզի իրանք սիրահարվեն, որովհետև իրոք շատ գեղեցիկ երկիր է, 42000 քառակուսի կիլոմետր եւ դա փոքր տարածք չէ։ Դուք Լեռնային Ղարաբաղն միացրեցիք։ Վարդան, իհարկե ասում եմ ասել որ երևանցիները նույնիսկ շատերը չգիտեն Երևանում եղած տարբեր վայրեր, ինչպես օրինակ թանգարաններ, մատենադարան, ցավոք շատերը նույնիսկ Հայաստանում լինելով իրենց սեփական մշակույթը չեն ճանաչում, թեև միշտ շատ այդպես ոգեորված են խոսում Հայաստանի դերի նշանակության մասին համաշխարհային, այսպես ասած, մշակույթի մեջ։ Ինչ հետաքրքիր է, դուք իրենց նաև օգնում եք ֆինանսապես այդ ընտանիքներին։ Մենք չենք օգնում իրենց ֆինանսապես, ավելի շուտ ֆինանսական աջակցության խնդիրը առաջանում է ավելի շատ սիրահարի հետ կապված։ Բայց մենք պետք է տարանջատենք, որովհետև սիրահարերը այսպես տեղափոխվում են ոչ թե այն պատճառով, որ գիտակցաբար են պարտադրված են։ Իրանք պարտադրված են տեղափոխվել Հայաստան, բայց ամեն դեպքում մենք պետք է այս հնարավորությունը մաքսիմալ կերպով օգտագործենք, որովհետև իրենց մեջ շատ եւ շատ լավ մասնագետներ կան եւ Հայաստանի համար շատ լավ հնարավորություն է եւս մի խավ հատկապես արեստավորների ստանալ եւ ոչ միայն արեստավորների եւ օգնել որպեսզի իրենք հաստատվեն այստեղ։ Ֆինանսականը մենք չենք աջակցում, բայց մենք գիտենք ինչ այլ ծրագրեր կան։ Օրինակ Սիրիահայերի պարագայում կան Սփյուռքի նախարարությունից սկսած հայկական ընդհանուր AGPU Home եւ այլ կազմակերպությունները իրականացնում են ծրագրեր եւ երբ որ մարդը մեզ մոտ է գալիս, եթե այդ հարցը մենք չենք կարող լուծում տալ, մենք անմիջապես այդ մարդուն ուղարկում ենք համապատասխան կազմակերպություն, որը նման ծառայություն կամ աջակցություն ցուցաբերում է։ Այսինքն Վարդան ավելի ինքը խորհրդատվական, ավելի այսպես կարողանում եք ստեղծել պայմաններ, որպեսզի մարդը, եթե ցանկանում է ընտանիքով հատկապես վերադառնալ հայրենիք կամ ուղակի գալ Հայաստան, որովհետև շատերը կարծում նաև կան, որոնք Հայաստանում չեն ծնվել։ Չեմ կարծում խոսքը նաև են կան մարդիկ, ինձ հետաքրքիր է, կան մարդիկ, ովքեր որ ծնվել են Հայաստանում, գնացել են, հիմա ուզում են վերադառնալ, ենթադրենք երկրորդ սերունդը կամ ինչ տիպի մարդիկ են ձեզ մոտ ընդհանրապես ձեզ դիմում։ Շատ լավ հարց է այդ, ով է հայրենադարձը, ում համար ենք հայրենադարձ։ Մենք երկար ենք մտածում այդ թեմայի մասին եւ որոշեցինք, որ հայրենադարձը այն մարդն է, ով որ ծնվել եւ մեծացել է այլ երկրում եւ ուզում է տեղափոխվել, կամ նախկին Հայաստանի բնակիչը, ով որ 8-10 տարի առնվազն ապրել է դրսում։ Մոտ 1 սերունդ, այո, մոտ 1 սերունդ, որ արդեն որոշակի փորձ է ձեռք բերել, գիտելիք է ձեռք բերել, որոշակի ակտիվներ ունի այդ երկրում, որովհետև եթե մարդը գնացել ընդամենը 1-2 տարով, ինքը չի կարող համարվել հայրենադարձ ինձ թվում է։ Իհարկե, ես երբ որ նման թեմաներից խոսում ենք, ես փորձում եմ ինձ մի փոքր սահմանափակել իմ հարցադրումների մեջ, ինչու, որովհետև խնդիրները շատ գլոբալ են, կապված հայրենադարձություն եւ արտագաղթ այդ թեմաների։ Ես հասկանում եմ, որ դուք չեք կոչված այդ խնդիրները լուծելու, որտեղ բնականաբար դա շատ ավելի գլոբալ եւ պետական մոտեցում պահանջող խնդիրներ են, բայց ամեն դեպքում կա չէ նման խնդիր, Վարդան, կա մարդկանց ավելի մեծ հոսք դեպի դուրս եւ շատ ավելի քիչ մարդկանց, անհամեմատ քիչ ավելի քանակով մարդկանց հոսք դեպի Հայաստան։ Ինչպես եք տեսնում այս պարադոքսը։ Ճիշտ եք ասում։ Իրականում այստեղ լուրջ պարադոքս չկա, կան օբյեկտիվ պատճառներ, որի պատճառով, այսինքն մարդիկ լքում են Հայաստանը եւ եթե կոպիտ խոսենք, կարելի է բաժանել երկու մասի այդ արտագաղթողներին։ Մի մասը, որ ավելի լավ տնտեսական հնարավորություններ են տեսնում այլ երկրում եւ Հայաստանում իրոք շատ դժվար է ապավել ալտերնատիվա, հատկապես մարզերից գնացած ժողովրդին, արագ ձևով շատ դժվար է կազմակերպել այդ ալտերնատիվան։ Եվ երկրորդ խավը, որը քանակով շատ ավելի քիչ է, բայց ինձ թվում է ոչ պակաս լուրջ է վտանգը, երբ որ իրենք են հեռանում, այն մարդիկ են, ովքեր որ
հնարավորություն ունեն, գործ ունեն, եկամուտի աղբյուր ունեն, բայց լքում են, որտեվ, այսպես ասած, հեռանկար չեն տեսնում այս երկրի մեջ։ Երբ որ մենք փորձում ենք օգնել հայնադարձներին, որ տեղափոխվում են այստեղ եւ հիմնականում խոսքը գնում է կայացած մարդկանց մասին, ովքեր որ իրենց հետ նաեւ կապեր են բերում դրսի աշխարհի հետ, դրսի շուկաների հետ եւ նույնիսկ դեպքեր ունենք, երբ որ իրենց բիզնեսը գտնվում է Ռուսաստանում, Ամերիկայում, Կանադայում եւ իրենք տեղափոխվելով այստեղ ստեղծում են աշխատատեղեր տեղացիների համար եւ ստեղծում են նոր ապրանքներ։ Մենք փորձում ենք առաջի հերթին բացատրել այն մարդկանց, որ լքում են երկիր, որ հեռանկարներ կան, որտեղ մենք անձամբ վերադառնում ենք, որտեղ տեսնում ենք այդ հեռանկարները։ Եվ եթե մենք իրար հետ համատեղ աշխատենք, այդ հեռանկարները կարող ենք ավելի լավ դարձնել։ Եվ գնալով ստեղծենք նաև արտագաղթողների համար հնարավորություններ, որպեսզի իրենք չգնան, այսինքն Ես կարծում եմ, որ մենք այս թեման պիտի մենք դեռ շարունակենք, որտեղ մենք հիմա ընդմիջվելու ենք մի քանի րոպեով, բայց ամեն դեպքում մինչև ընդմիջվելը ավելի կարճ հարցերին մեկ հարցի անդրադառնանք, կարծում կան նաև մարդիկ, որոնք որ եկել են հայրենադարձվել են Հայաստան եւ հետո նորից գնացել են Հայաստանից։ Կան, իհարկե կան այդպիսի մարդիկ, բայց եթե նույնիսկ մենք նայենք Իսրայելի փորձի, ապա երբ որ հիմա իրանք բերում են հրյաներին տարբեր զարգացած երկրներից, Ամերիկայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից եւ իրենք շատ ավելի շատ գումարներ են ծախսում, շատ ավելի շատ քաղաքական մոտեցում ունեն այդ հարցի վերաբերյալ Ամերիկայից եկած հրյաների այսպես հայնադարձվելու successful rate, այսինքն այն մարդիկ ովքեր մնում են, կասում են ընդամենը 50%, չնայած իրենք ամեն մի այդ մարդու վրա շատ մեծ ռեսուրսներ են ծախսում եւ հոգեբանական աշխատանք են տանում, այսինքն դա բնական է, ամեն մեկը չէ որ տեղափոխվելով Հայաստան կմնա այստեղ, բայց մենք պետք է փորձենք ամեն ինչ անենք, որ այն մարդիկ ովքեր որ տեղափոխվել են, ճիշտ ձևով այդ ամենը կազմակերպեն եւ ճիշտ ինտեգրվեն։ Եւ ամենակարևոր կետերից մեկը նաեւ այն է, որ չստեղծեն գաղութ Հայաստանի մեջ, որտեղ մենք բոլորս պետք է դառնանք հայաստանցի։ Ով որ տեղափոխվել է Հայաստան, պետք է գնանք այն ուղղությամբ, որ մենք դառնում ենք տեղացի։ Շատ լավ, մենք հիմա կընդմիջվենք մի քանի րոպեով, Վարդան, որից հետո մենք նորից կանդրադառնանք այս շատ հետաքրքիր հարցերին։ Մնացեք մեզ հետ։ Մենք նույնիսկ եթերում ենք ռադիո բրիֆինգի շրջանակում եւ այսօրվա իմ հյուրն է Վարդան Մարաշլյանը, Վերադարձ Հայաստան հիմնադրամ կամ Repeat Armenia Foundation այդ կազմակերպության գործադիր տնօրենը։ Մենք խոսում ենք մեզ հուզող այն հարցերի մասին, որոնք մտնում են այս կազմակերպության, այս հիմնադրամի հենց շրջանակների մեջ 368204 խոսքը հայրենադարձության մասին է, Վարդան, այո, հայրենադարձություն եւ մենք երևի թե մենք այն եզակի երկրներից ենք, որ ունի մեծ սփյուռք։ Իհարկե սփյուռք ունեցող երկրներ կան, ինչպես օրինակ Իռլանդիան, որը բայց այդքան մտահոգված չի իռլանդացիների վերադարձով, կան շատ իտալացիներ դրսում, բայց երբեք իտալացիները խնդիր չունեն վերադարձնելու իտալացիներին, Իտալիա կան հрьяաները եւ հայերը, կարծեք, որ իրենց ինքնության համար շատ այսպես դողում են ինքնությունը պահելու եւ ամեն ինչ փորձում են կառուցել նաեւ ինքնության պահպանման շուրջ, որը թերևս պատմականորեն է ձևավորվել։ Դուք ես նկատեցի զուգահեռներ տանում եք հրեական փորձի հետ կապված, դա որովհետեւ իրենց հաջողված տարբերակ է, որովհետեւ իրենց քաղաքականությունը հենց հայնադարձության ուղղված քաղաքականություն է։ Իրենցից հետո կարելի է նշել հույներին, որ նույնպես բավական մեծ զանգված սովետական միությունից գնացած հույներին ինտեգրել են Հունաստանում եւ կարելի է նշել նույն իռլանդացիներին, շոտլանդացիներին եւ հնդիկներին, բայց իրենք կազմակերպում են պրոֆեսիոնալ հայնադարձություն, այսինքն պրոֆեսիոնալների հայնադարձություն մասնագետների։ Իտալիայի պարագայում օրինակ մենք շփվել ենք նաև Իտալիայի մասնագետների հետ, իրենք զբաղվում են հիմնականում, եթե մոտ 70 միլիոն ծագումով իտալացի կան աշխարհով մեկ, բայց իրենք հիմնական իրենց էներգիան ծախսում են 6 միլիոն Իտալիայի քաղաքացիների վրա, ովքեր որ ապրում են Իտալիայից դուրս։ Խոսենք Սիրիահայերի մասին, Վարդան, շատ ցավոտ հարց է, ես այս հարցի շուրջ մի քանի անգամ եմ վերլուծականներ ներկայացրել եւ հյուրեր ենք ունեցել, մենք խոսել ենք։ Ինձ համար շատ ցավոտ թեմա է, իհարկե կուզեմ, որ դուք առանձնացնեք թե կոնկրետ ձեր կազմակերպության մասով ինչ է արվել, բայց ես ուզում եմ խնդիրների մասին խոսել։ Խնդիրներ։ Մենք հաճախ տեսնում ենք, որ պետությունը սփյուռքի նախարարության մակարդակով հնչեցնում է տարբեր
մոտեցումներ, որ այո մենք պատրաստ ենք ընդունել եւ այդ արիտուն ծրագիրն են իրականացում, բայց փաստացի մենք տեսնում ենք, որ հատկապես սիրիահայերը, որոնք իրենց ցանկությամբ չեն, դուք շատ ճիշտ նշեցիք, գալիս են Հայաստան, սկսած թերևս ես կասեի Դամասկոսի կամ Հալեպի օդակայանից Հայաստանի հետ արդեն կապված խնդիրներ են ունենում, բարձր գներ տոմսերի համար, Արմավիայի այդ անհասկանալի պահվածքները օդակայանում այստեղ ուղղակի շատերի համար նաև շատ անտարբեր վերաբերմունքը սիրիահայերին, ենթադրենք նույնիսկ այդ սահմանապահները կամ մուտքի արտոնագրերի հարցերը, որոնք որ ուղղակի կամ բարդացնում են հաճախ կամ ուղղակի ես ուզում եմ ուղղակի հասկանալ, թե արդյոք մենք իսկապես մոռացել ենք գործը խոսքին կապելու այդ մեր առաքելությունը եւ դուք ինչպես եք օգնում այս հարցում սիրիահայերի խնդիրները մի փոքր մեղմացնելու համար։ Շատ լավ։ Առաջին հերթին ուզում եմ ասել, որ եկեք հասկանանք ինչը լավ է արվում եւ ինչը վատ է արվում, որովհետեւ պետք չի ասել ամեն ինչ, որ վատ է արվում, դա մի քիչ սխալ կլինի։ Չէ, ես ուղղակի նշեցի վատ բաները։ Օրինակ, ձեր նշած վատ բաներից մի մասը արդեն լուծվել է եւ նույն Սփյուռքի նախարարության կողմից ճիշտ է ուշացումով, բայց որոշ հարցերը արդեն փակվել են։ Օդանավա բանը ավիատոմսերի գնի մասին իհարկե բան չունեմ ասելու, իրոք խայտարակ վիճակ է եւ ես գիտեմ, որ այնտեղ հնարավոր էր այդ հարցը լուծել եւ այլ ձևի լուծել, բայց չլուծվեց այդ հարցը։ Բայց ինչ վերաբերում է վիզաների երկարաձգմանը, ստանալու սահմանի վրա, անձնական իրերը բերելու վերաբերյալ այդ հարցերը լուծված են, այսինքն այդ հարցերում խնդիրներ չունենք։ Պետությունը բավականին ջանքեր է թափել եւ այդ ամենը արդեն աշխատում է։ Երկու կարևոր բան կա, որ չի աշխատում եւ պետությունը իրոք պետք է մտածի ոնց է դա անելու։ Առաջինը ժամանակավոր մնալու տեղ, այսինքն օպտիմալ կացարան, այո։ Այսինքն ճիշտ կլիներ հետեւյալը, որ պետությունը ունենար օրինակ 500 կամ 1000 տեղ, հատկապես հաշվի առնելով թե ինչ տարածաշրջանում ենք մենք գտնվում, որ մարդիկ գալով Հայաստան իմանային, որ 3 ամսով իրենք կարող են մնալ այնտեղ անվճար, բայց 3 ամսվա ընթացքում իրենք պետք է լուծեն իրենց աշխատանքի հարցը, որը մենք արդեն որպես կազմակերպություն պատրաստ ենք օգնել, մեկնարկային պայմաններ ենք ստեղծում, այո։ Եվ երկրորդ խնդիրը, որ մինչև հիմա լուծված չէ, երբ որ մարդիկ գործարար են եւ ուզում են տեղափոխել ոչ թե անձնական իրերը, այլ սարքավորումները եւ այլն, այնտեղ նույնպես խնդիր կա մաքսային հետ կապված, որ ասում են, որ սա անձնական իր չէ, ուրեմն պետք է հարկերը վճարեք, որը ինձ թվում է նույնպես սխալ է, եթե այդ մարդիկ բերում են սարքավորումները, այլ ոչ թե ոնց որ ժամանակին եղեր մետալոլոմի գնով վաճառում են դուրս, Հայաստանից տանում են, ապա իրոք պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, հաշվի առնելով, որ իրենք ֆորս մաժոր վիճակում են գտնվում, որպեսզի իրենք հանգիստ բերեն եւ սկսեն այն գործը, որ իրենք ուզում են անել այստեղ։ Լավ, Վարդան, այդ խորհրդատվությունը դուք անում եք նաեւ պետության հետ։ Այո, մենք ապագայում պլանավորում ենք այդ ամենը անել, այս բան մասնակցում ենք տարբեր ձևաչափներում բանակցությունների մեջ եւ աշխատանքային խմբի մեջ ենք մասնակցում, որը Սփյուռքի նախարարությունն է ստեղծել եւ այնտեղ մտնում են համայնքական սփյուռքյան կազմակերպությունները եւ բարեգործական կազմակերպությունները եւ մենք նաեւ այդ հանձնաժողովի անդամ ենք։ Ինչ վերաբերում է մեզ, առաջի հերթին մենք փորձում ենք օգնել իրենց գործ գտնելու։ Մեզ այս 2 ամսվա ընթացքում դիմել է մոտ 100-110 հոգի, որից 70%-ը սիրիահայերն են, որտեղ դիմել են նաեւ Ամերիկայից, Կանադայից, այլ երկրներից։ Եւ իրենցից մոտավորապես 68-ը, այսինքն ոչ թե մոտավորապես 68-ը ասել են, որ իրանք ուզում են աշխատանք գտնեն Հայաստանի մեջ, 45-ը ներկայացրել են ռեզյումեներ եւ մոտ 12-14 հոգի մենք տեղավորել ենք աշխատանքի ուղղակի կամ ոչ ուղղակի ձևով։ Նույնպես, եթե մարդը ուզում է գործ սկսել, մենք փորձում ենք իրեն հետ անհատապես աշխատենք, տանենք կոնկրետ կառույցներ, որ կարող են իրեն հստակ ինֆորմացիան տալ կամ կապել այն այլանդարձների հետ, ովքեր որ այդ ոլորտում հաջողության են հասել։ Գործատուների հետ եք կապում եւ փորձում եք իրենց փոքր եւ միջին բիզնեսի զարգացման կենտրոնի հետ են կապում որոշ կառույցների հետ, որովհետեւ իրենք կարողանան լիարժեք տեղեկություն ստանալ, որտեղ շատ կարեւոր է որ նրանք ճիշտ գործը սկսեն։ Ճիշտ հասկանան դաշտը ինչպիսին է, ոչ թե սկսեն մի բան, որից հետո ձախողվելու են եւ գնալու են աշխարհով մեկ ասելու, թե ինչ վատ է այստեղ եւ որ Վարդան ցավոք ասողներ կան եւ ես իրենց չեմ մեղադրում, ես երբեք ընդհանրապես չեմ մեղադրում մարդկանց, որոնք որ դժգոհություններ ունեն։ Վերջերս ես կարդում եմ եւ շատ ցավով էի էլի կարդում
տեսակավորման այս խնդիրը, երբ որ ասում են այս տեսակը, այսինքն այն տեսակը պիտի լինի, որը որ ավելի հայրենիքին կապված է, այն տեսակը, որը որ չի ուզում, գիտեք, այդ ռասիզմի այդ ուղղակի չգիտեմ ոնց իմ ընկերներն նաև հաճախ բացատրեն, որ տեսակի խնդիր դնելը դա ռասիստական բան է։ Պրովինցիալիզմից է գալիս այդ խնդիրը։ Այսինքն գալիս է նրանից, որ տեղի բնակչությունը արդեն մոռացել է, որ իրանք են մեծ մասամբ հայնադարձ եղել։ Եթե մենք նայենք Հայաստանի բնակչությանը 19-րդ դարի վերջին, կհասկանանք, որ հայերը իրոք այդքան շատ չեն եղել այս տարածաշրջանում եւ շատ ու շատ հոսքեր են եղել հենց արևմտյան Հայաստանից։ Եվ դա կարող է ընդհանրապես պատահականություն լինել, որ ջարդերից հետո, ցեղասպանությունից հետո մարդը կարող էր հայտնվել Հալեփում, Բեյրութում կամ Հայաստանում։ Բայց հիմա մարդիկ մոռանում են եւ մոռանում են եւս մի կարեւոր բանի մասին, որ եթե մարդը ձեզանից ինչ-որ բաներով տարբերվում է, պետք է գնահատեք դա, այլ ոչ թե քննադատեք։ Վարդան, դու մեծագույն խնդիրներից մեկն է Հայաստանում, ես երեք չգիտեմ ինչ առիթով հենց սկսեցի դրա մասին մտածել, թե որքան ենք մենք, ես նկատեցի մի քիչ երկար մազերով տղա եւ ես հիշեցի այն բոլոր պատմությունները, որ կապված են, ասենք, մեկի մազը մի փոքր երկար է, մեկի շորը մի փոքր այսպեսին չի, մեկի աչքերի գույնը այսպեսին չի, մեկի խոսալու ձևը մի քիչ այնպես չի, մեկը մի քիչ այլ կերպ է նայում եւ սկսվում է այդ ձնագնդու նման փաթաթվում մեծանում եւ սկսում է ոչ ուղղակի բաժանարար գծեր դառնալ մեր մեջ։ Մենք խոսում ենք հայության մասին, ծովիստով Հայաստանի մասին, բայց տարածորեն մենք մեր հարևանի հետ ուղղակիորեն չենք ուզում դուր հարաբերություն ունենալ, որ մնաց ծովից ծով հարաբերություն ունենալ։ Արդյոք այն մարդիկ, ովքեր որ գալիս են Հայաստան, չեն բախվում նման խնդիրներն եւ եթե այո, իրենք դիմում են ձեզ եւ դուք ինչպես եք արձագանքում։ Իհարկե բախվում են, որովհետև դա նորմալ երևույթ է, նույն Իսրայելը եթե մենք վերցնենք, այնտեղ նույնպես այդ խնդիրները կան, երբ որ մարդիկ տեղափոխվում են լրիվ այլ միջավայրի մեջ են ընկնում եւ առնչվում են տարբեր տեսակի մարդկանց հետ։ Այդ խնդիրը կա, բայց եկեք նայենք, որ նաեւ որոշակի դրական դինամիկա կա, որովհետև եթե մենք համեմատենք նույն իրաքահայերի գալու հետ, որը տեղի ունեցել էր ընդամենը 5-6 տարի առաջ, ապա այստեղ եւ հասարակությունը շատ ավելի պատրաստ է եւ շատ ավելի շատ կամավորներ կան, որ պատրաստ են օգնել սիրահարին բնակարաններ գտնելու հարցում, նույնիսկ անվճար օգնություն ցուցաբերելու հարցում եւ այլն։ Այսինքն փոփոխություններ կան, հասարակությունն էլ է փոխվում, հասկանում է կամաց, որ այս մարդիկ որ գալիս են, պետք է օգնենք ոչ թե միայն այդ պատճառով որ հայ է, այլ նաեւ այն պատճառով որ այդ մարդը եթե այստեղ հիմնվի, ամեն ինչ ճիշտ սկսի աշխատել եւ այլն, վերջո իրենց մեջ շատ եւ շատ պրոֆեսիոնալ մարդիկ կան։ Կարողանա բերի նաև տնտեսական զարգացման այս երկրի։ Վարդան, բայց ինձ թվում է, որ մարդիկ այդպես չեն մտածում։ Դուք շատ պրոֆեսիոնալ եք նայում։ Ես իհարկե դուք շատ հեռահար եք նայում, այսինքն նայում եք այնպես ինչպես որ ցանկացած կիրթ եւ կայացած մարդ պիտի նայել հնարավորությունները, որը լինում է այս կամ այն շարժման, այս կամ այն գործընթացի մեջ։ Իսկ մարդիկ մի չի որ այդքան խորքային են նայում, մարդիկ շատ ավելի մակերեսային են, սիրում նայել, դա ավելի հեշտ է, այդպես ավելի հեշտ է ապրել կյանքում, ուղղակի։ Ճիշտ եք, բայց ես ձեզ մի բան ասեմ։ Մարդը լավ կյանքի չէ, որ այդպես է նայում։ Ինքը ասում է, եկել է որ իմ աշխատանքը ձեռքիցս վերցնի, իմ տեղն է գրավելու եւ այլն։ Բայց մենք չենք ուզում պոլեմիկայի մեջ մտնել այդ մարդկանց հետ։ Մենք ուզում ենք կոնկրետ օրինակներով ցույց տալ, որ դա այդպես չէ։ Ես կարող եմ հարյուրավոր հայնադարձների պատմությունները ներկայացնեմ, նաև հաջողության հասնելու պատմությունները, որը ապացուցում են, որ զորոյից ստեղծել են կազմակերպություն, որտեղ որ աշխատում են ընդհանրապես 20, 30, 40 տեղացի։ Կամ ընդհանրապես իր բիզնեսը գտնվում է Հայաստանից դուրս, բայց այստեղ աշխատում են տեղացիները եւ իրենք նաև իրենց հետ բերում են նոր աշխատանքային մշակույթ, վերաբերվում գործատու գործարարի հետ եւ այլն, որը շատ կարեւոր է այս երկրի համար։ Վարդան, ես գիտեմ որոշ մարդկանց, որոնք որ այստեղ բիզնես են դրել Սփյուռքից, բայց այդ մարդիկ որպես կանոն այդքան էլ եկամուտ չունեն այդ ամեն ինչի մեջ։ Կարծեք իրանք ուղղակի իրանք սրտի պարտք են համարում, մտածելով որ ոչ թե իրենք պիտի ամեն ամիս ենթադրենք, չգիտեմ, 100, 200 կամ $1000 տան այս կամ այն հիմնադրամին, մտածում են մի գործ կարող ենք բացել, որտեղ մենք լավություն կանենք այս կամ այն ընտանիքին ի վերջո գործ են տալիս, բայց իրենք ոչ մի շահ չունեն, այսինքն ընդհանրապես իրենք բիզնես հետաքրքրություն չունեն, Հայաստանը իրենց որպես այդպեսին այդքան էլ հետաքրքիր չի բիզնես տեսանկյունից։ Այո, հայրենասիրական մղումներից ելնելով մարդիկ իրենց հոգու պարտքը եւ այլն, բայց որ ասեք, որ գլոբալ առումով բիզնեսներ են այստեղ բացվում, որովհետեւ Հայաստանը հնարավորություններ է տալիս, ես մի փոքր այդտեղ մի քիչ ավելի դանդաղ եի։ Ճիշտ եք ասում, որ մթնոլորտը այստեղ այդքան էլ բարենպաստ չէ, հա, այսինքն եւ նորեկացների համար շատ ու շատ բարդություններ կան, որ այլ երկրում չկան։ Այդ խնդիրը կա, բայց եկեք նույնպես նայենք
սփյուռքահայի կամ հայնադարձների սխալները վերլուծենք։ Ձախողումները եւ պատմությունները, որ մենք հիմա տեսնում ենք, 80% իմ կարծիքով կապված են այդ մարդու քայլերի հետ եւ միայն 20% կապված են նրա հետ, որ իրեն, այսպես ասած, գցում են կամ խնդիրներ են ստեղծում եւ այլն, որովհետեւ առաջինը սփյուռքահայը չի տարանջատում բարեգործությունը եւ բիզնեսը, փորձում է համատեղել այդ երկու բաները, որը սխալ է։ Երկրորդը, սխալ մարդկանց հետ է գործ բռնում Հայաստանում եւ գծվում է կամ խնդիրներ է ունենում, երկրորդ կամ ոչ պրոֆեսիոնալ։ Երրորդը, չի ուսումնասիրում լրջորեն հարկային դաշտը եւ օրենքները կամ փաստի առաջ է կանգնում, կամ գումար չի հատկացնում եւ լավ մասնագետ չի վերցնում, որպեսզի այդ հարցերը փակի իր կողմից, հա։ Եվ չորրորդը, սա էլ է կարևոր, բիզնես պլան չի մշակում, feasibility study չի անում, այսինքն ինքը սկսում է գործը հաշվի առնելով, որ այսինքն ինքը անում է այն բաները, որ երբեք չէր անի այլ երկրում, եթե գնար եւ ուզենար ստեղծել իր բիզնեսը։ Այդ պատճառով ես ասում եմ, իհարկե շատ խնդիրներ կան, բայց եկեք անկեղծ լինենք։ Օրինակ, եթե ես նույն սխալները թույլ տայի, ես դրանից հետո կասեի, որ գիտեք, 80%-ով այս իրավիճակի պատճառը ես եմ, 20-ով պետությունը, հասարակությունը կամ Պետրոս Պողոսը որից գցել է։ Բայց իրենք ասում են, չէ, 99%-ով Պետրոս Պողոսն է, իրենց մասին որևէ բան չեն էլ ասում։ Մենք ոնց ենք անում։ Մենք այդ հաջողության հասած հայնադարձների փորձում ենք եւ կոնտակտները, եւ տվյալները, եւ այսինքն դրական փորձը ում հետ են գործ ունեցել, ով է պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողները Հայաստանում։ Այդ փորձն էլ ուզում ենք փոխանցել նորեկացներին, որ շատ կարևոր ինֆորմացիա է, որ մարդիկ սխալ մարդկանց հետ գործ չունենան, սխալ ձևով գործը չդնեն եւ հաջողության հասնեն։ Բայց իհարկե խնդիրը միայն սփյուռքահայերը չեն, հայաստանցիները եւս շատ, որոնք շատ հիանալի գիտեն ամեն ծակուցուկ, եթե կարելի այսպես ասել, բայց եւս խնդիրներ ունենում են հարկային դաշտի հետ, ներմուծումների հետ կապված, տարբեր այդ թղթաբանական այդ քաշքշուկների մեջ եւ արդյունքում մարդիկ շատերը կան, որ նույնիսկ այսօր տեղափոխվում են Վրաստան, իրենց բիզնեսները տեղափոխում են Վրաստան, որտեղ հարկային դաշտը ավելի թեթև է կամ գոնե այդպես են մտածում, որ ավելի թեթև է, հնարավորությունները ավելի մեծ են։ Դա համար նույնիսկ ինձ համար հարց է առաջանում, ինչու են մարդիկ, ինչպես է որ գնում են շատերը եւ մենք ոչինչով չեն կարողանում կանգնեցնել այդ հոսքը։ Վարդան, ինչ արդյոք այդ ուղղությամբ ավելի հեշտ չի կանգնեցնել, քան բերել մարդկանց։ Դժվարանում եմ պատասխանել, հարցը տրիվիալ հարց չէ։ Ինձ թվում է հեշտ չի, գիտեք, երբ որ մենք խոսում ենք, ենթադրենք խոպանի մասին, այսպես ասենք, սա միայն 20 տարվա խնդիրը չէ, սա մի քանի դար շարունակվող խնդիր է։ Եվ նույն առաջի հանրապետության ժամանակ այդ խնդիրը կար եւ բավականին լուրջ էր։ Ինչքան մարդեր գնում Թիֆլիս կամ Բաքու աշխատելու սեզոնային, շատ։ Այդ խնդիրը հոգեբանական խնդիր է, այսինքն շատ դժվար է պայել մի մարդու, որ աչքը դուրս է նայում։ Բայց այն մարդիկ, ովքեր որ գիտակցաբար տեղափոխվում են Հայաստան։ Կոնկրետ ես կարող եմ իմ օրինակը բերել, ուղղակի որպեսզի դուք հասկանաք։ Ես Մոսկվայից եմ տեղափոխվել, որովե խնդիր ինտեգրման հետ կապված չունեմ։ Բարձր աշխատավարձ ունեի։ Տուն տեղ ամեն ինչ ունեի, բնակարան եւ այլն։ Ինչու եմ տեղափոխվել։ Մի քանի պատճառով։ Նախ իմ կյանքս ամբողջությամբ կախված է աշխատանքի հետ։ Այսինքն իմ կյանքի մեծ մասը աշխատանքի հետ է կապված։ Ես այլ ժամանակ չունեմ։ Ես օրական 3-4 ժամ մենակ ճանապարհ գնալ գալը, 1-2 հանդիպում քաղաքի մեջ եւ վերջ։ Քո օրը վերջացել է։ Ուշ ես գալիս երեկոյան տուն, երեխադ արդեն քնած է, առավոտ շուտ գնում ես, երեխան քնած է։ Աստված տա ամիսը մեկ ընկերների հետ միտեղ հավաքվեք, ելեն նախորոք 1-2 շաբաթ առաջ պետք է պայմանավորվեք, որ բոլորին հարմար լինի, արդեն համարում եք, որ դուք լիարժեք կյանքով եք ապրում։ Եվ հետո անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ես այստեղ հարևանիս հետ կարող եմ իմ երեխային թողնել, որ գնա, օրինակ, չգիտեմ, խանութ։ Իմ երեխային անունով գիտեն շատ ու շատ տեղերում, ընդամենը այդ երեխան կարող է 2 անգամ խաղացել այդ տեղում, հա։ Հայրենը իմանալու հետ կապված խնդիր է։ Հայ մնալու հետ կապված խնդիրներ, շատ լուրջ խնդիրներ են, որ ես հասկանում եմ, ես բազմաթիվ օրինակներ ունեմ իմ աչքի առաջ, այն մարդկանց, ովքեր որ հայրենասեր են, բայց իրենց երեխաները արդեն այլ մտածելակերպ ունեն, ու խնդիրը նրանում չի, որ այլ մտածելակերպ ունեն, հայ չեն եւ գնում են ձուլման ճանապարհով։ Վարդան ջան, նայեք, ես ձեզ որևէ բան որ ասեցիք, ես ամբողջովին կիսում եմ ձեր տեսակետը։ Ես ինքս էլ եթե իմ անձնական այդպես կյանքը դնեմ, շատ նման են։ Ես չեմ
երկար տարիներ մնալուց հետո վերադարձել, ես միշտ եղել եմ Հայաստանում, բայց երկար տարիներով եղել է, որ բացակայել եմ եւ ապրել եմ այլ երկրներում։ Երբեք չեմ ուզեցել մնալ այնտեղ, միշտ ուզեցել եմ Հայաստանում լինել, Հայաստանի կողքին լինել, որովհետեւ ես ուղղակի այս երկիրը սիրում եմ, ոնց որում իր բոլոր թերություններով հանդերձ, բայց այստեղ կա մի մեծ բայց, որ մենք կարող է ունենք այդ ուժը, ունենք այդ մոտիվացիայի աստիճանը, բայց բոլորը չէ որ կարող են այդ մոտիվացիայի աստիճանը ունենալ։ Այսինքն անգամ ես նորից ինձ համար եմ ասում, կոնկրետ ես իմ մաշկի վրա գիտեմ դա ինչ է նշանակում, բայց ես չեմ կարող պահանջել կամ տեսնել, որ հենց իմ կողքինը, հենց իմ եղբայրը նույնիսկ ես չեմ ասում որ նա գնում է, բայց վաղը եթե ինքը որոշի, ինքը չունենա իր եղբոր մոտիվացիան այստեղ մնալու։ Ես իհարկե չեմ թողնելու, իհարկե պիտի ասեմ, բայց միևնույնն է վերջում որոշումը իրենն է եւ ինքն է իր կյանքը կառուցում։ Եվ դժվար է այդ հասկանալի այդ հաջողված պատմությունները, success story-ները շատ կարևոր են ոգևորելու, տեսնելու, բայց մարդիկ նաև լուծում են օրվա հարցը, ուղղակի օրվա հացի խնդիր են լուծում։ Մի կողմից, մյուս կողմից սոցիալական անարդարությունները, եթե տեսնում են դատական համակարգը չի աշխատում, նույն բիզնեսների համար մեծագույն խնդիրը բիզնեսների համար եղել է արդարադատությունը։ Եթե չկա համապատասխան օղակներ, որտեղ դու կարող ես քո ենթադրենք, դուք ասեցիք ճիշտ եք ասում, 80% ենթադրենք մեղավորություն իրենն է, 20% կամ տոկոսայինը կարևոր չի։ Մարդը ունի խնդիր, ինքը սխալվել է, սխալ մարդու է դիմել, միամիտ է եղել եւ այլն, հո կրակը չընկավ, ի վերջո կա դրա համար արդարադատություն, կգնա կդիմի, ինքը չի կարողանում շահել իր դատը եւ ուրիշ շատ դեպքերում մարդիկ ուղակի տեսնում են, որ չկա այդ արդարությունը։ Դե արդարությունը նաեւ մեզանից է կախված։ Մենք ուզում ենք այդ հայրենադարձների, այսպես ասած, քրիտիկական մասը բերել Հայաստան, որը քանակով շատ չեն, որը կարագացնեն այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանում։ Տեսեք, եթե որևէ ճնշում լուրջ չկա համակարգի վրա պետական, յուրաքանչյուր պետական համակարգի վրա, խոսքը չի գնում միայն Հայաստանի մասին, սա չգրված օրենք է։ Ուրեմն այդ համակարգը չի փոխվում։ Այսինքն մենակ գալով այստեղ, ապրելով այստեղ եւ պաշտպանելով քո իրավունքները, ճիշտ ձևով ներկայացնելով, տարածելով տեղեկություն, եւ մենք տեսնում ենք, այս վերջի 1-2 տարվա ընթացքում բավականին հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում եւ հասարակությունը որոշ դեպքերում, այսպես ասած, հաղթանակ է տանում, հա, փոքր կեյսեր են կամ մեծ կեյսեր են, դա այդքան էական չէ։ Կարևորը որ արդեն ազդեցության մակարդակը ավելանում է։ Եվ մի բաներ ասեմ, ես իրականում մտածում եմ, որ լավ կլիներ, եթե մենք բոլոր հայերեն, եթե իհարկե մենք անվտանգության խնդիրները չունենանք, որտեվ եւ աճից եւ ձախից ունենք, այսպես ասած, հարևաններ, հա։ Ոչ բարով։ Այո, բայց ես մեծ հաճույքով օրինակ բոլոր հայաստանցիներին այստեղից կհանեի, կուղարկեի մի 5-10 տարի ապրել Ամերիկա, Կանադա, Ռուսաստան, որպեսզի իրենք տեսնեն այդ երկրները, համեմատեն եւ գնահատեն ինչ որ ունեն այստեղ։ Դա որ տեսնեն այն խնդիրները, որ մենք ստիպված ենք եղել բախվել, հիմա իրանք ասեն ձեր ձայնը տակտեղից է գալիս, բայց այդքան էլ ճիշտ չէ։ Դա այդքան էլ ճիշտ չէ, որտեվ այդքան է տակ չի։ Այդքան է տակ չի, ճիշտ եք ասում։ Վարդան, ամեն դեպքում մենք ձեր կազմակերպության մասին ենք խոսում, մենք մի փոքր ընդլայնվեցինք, որը շատ կարևոր է եւ ուղղակիորեն առնչվում է։ Քանի հոգի է աշխատում ձեր հիմնադրամում։ Մեր աշխատողների թիվը կազմում է ընդամենը 3 հոգի, բայց մենք ունենք կամավորներ, ովքեր որ մեզ օգնում են եւ այստեղ եւ Սփյուռքում, եւ քանի որ մենք ուզում ենք պրոֆեսիոնալ հարցերին մոտենալ, մենք չենք ուզում ստեղծել ինչ-որ մի մինի պետություն եւ բոլոր ծառայությունները մենք մատուցենք։ Մենք էֆեկտիվ պարտներական հարաբերություններ ենք ձևավորում, գործընկերներ ենք գտնում, որ կոնկրետ օրինակ իրավաբանական կազմակերպություններ կան, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել եւ անվճար տեղեկություն տրամադրել որոշ չափով, տեղեկատվական կազմակերպություններ կան խորհրդատվական կազմակերպություններ եւ այլն։ Այսինքն մենք փորձում ենք փոքր, այսպես ասենք, աշխատակազմով մենք նոր ենք սկսել։ Բնականաբար մենք պետք է ցույց տանք, որ այս ամենը աշխատում է, կոնկրետ արդյունքներ ցույց տանք, որպեսզի ավելի մեծ ֆինանսավորում կարողանանք ձեռք բերել, ֆինանսներ ձեռք բերել եւ կոնկրետ ծրագրեր իրականացնել։ Նույն Արցախի հետ կապված վերաբնակեցման, որտեղ ունենք նաեւ որոշակի հաջողություններ, այնտեղ մոտ 4-5 ընտանիք տեղափոխվել ենք Բերձոր եւ Կովսական, բայց հիմա հենց վաղը ես պլանավորում եմ գնամ այնտեղ իմ ընկերների հետ, որ մի հատ տեսնենք ինչ խնդիրներ կան, մի հատ հստակ հասկանանք, որ հարցերը կան, որ օրինակ պետությունը դանդաղ է անում կամ չի կարող անել, որ մենք փորձենք նաեւ գտնել հովանավորներ կոնկրետ ծրագրի համար։ Հիմնադրամը ունի հովանավորներ, ինչպես է հայտարարում ձեր միջոցները, գրանտներ են դրանք։ Գիտեք, մենք որևէ խոշոր դոնորից կախվածություն չունենք, մենք չենք ստեղծվել ինչ որ մի կառույցի կողմից։ Մենք ներքևից ստեղծված կազմակերպություն ենք, որից մեծ մասը, այսպես ասած, հայրենադարձներն են, հա, կամ պոտենցիալ հայրենադարձները։
Եվ տարբեր ձևի նվիրատվություններ ենք ստանում մարդկանցից, այս բան, չգիտեմ, մինչև $10,000 տարեկան մարդիկ կան, որ պատրաստ են տալ այս գործին, որտեվ հավատում են, որովհետև ի վերջո նույնիսկ գտնվելով Սփյուռքում իրանք հասկանում են, որ իրանք երեխաների ապագան կապված է այս երկրի հետ եւ այս աշխարհում մենակ այս 42,000 քառակուսի կիլոմետր է, որ մերն է այս պահին, հա, եթե Աստված տա վաղը փոխվեն սահմանները, ուրիշ թիվ կասեմ։ Այս պահին սա է դե ֆակտո ինչ որ մենք ունենք, ինչ որ մեր հսկողության տակ է եւ մենք պետք է զարգացնենք։ Ոչ մեկ չի հանդուրժելու այս պետությունը այս տարածաշրջանում, եթե մենք տարեկան 50-60 հազար մարդ կորցնենք, որտեվ ի վերջո անվտանգության լուրջ խնդիրներ կան, որովհետեւ մենք մարտունակ լինենք, մենք այստեղ իմ կարծիքով պետք է ունենանք 4-5 միլիոն մարդ։ Մենք Արցախում պետք է ունենանք 300,000 մարդից ոչ պակաս, որ երկարաժամկետ գտրվածքով կարողանանք ասել, որ մենք լուրջ կախվածություն չունենք ինչ որ արտաքին խաղերից եւ իրոք կարող ենք պաշտպանել մեզ եւ ապացուցել, որ մենք այստեղ իրավունք ունենք գոյատևելու։ Եկեք չմոռանանք, որտեղ ել եմ ասում, խնդիրներից մեկը այն է, որ նույնիսկ Հայաստանում շատերի համար Արարատը վաղուց դարել է screensaver։ Եվ իրենք նայելով չեն հասկանում, որ սա սիմվոլն է եւ այլն։ Մենք ոնց որ թե ունենք հեռախոսազանգ, այսօր մարդիկ շատ ուշադրությամբ լսում են, Վարդան, լսում ենք ձեզ, ներկայացեք եւ կարճ, քանի որ մենք շատ ժամանակ չունենք ցավոք։ Ալո, բարև ձեզ։ Արմենն է Գևորգ։ Այո, հյուրիներ են ողջունում։ Այո։ Ուրեմն այսպեսի հարց, արդյոք իրենց փորձի ընթացքում այս աշխատանքի ընթացքում եղել արդյոքներ դեպ, որ այդ սփյուռքահայերը եկել են ստեղ գործ են դրել, մի խոսքով ամեն ինչ բարի հաջող սկսվել է, մինչև այն պահը, երբ որ իրանք հանդիպել են պետության կողմից այդ անօրենությունների հետ, ու եթե եղել է արդյոք իրենք շահել են, եթե դա դատ է եղել, չգիտեմ ինչ, թե այդ մարդիկ հիասթափվել գնացել են, եղել են այդպես դեպքեր։ Օրինակ Փարիզյան սուրճի դեպքը ասեմ, որպես պատկերավոր։ Կարելի է նաև սիվիլիտասի օրինակ բերել։ Հա, հասկանալ է, չէ՞, հարցը։ Այո, մենք մի քիչ անդրադարձել ենք իհարկե դրան, Արթան, մենք շատ քիչ ժամանակ ունենք, այո, շատ կարճ կպատասխանեմ։ Օրինականության հարցում օգնել։ Այո, շնորհակալություն։ Այսինքն իրավաբանական, հա, խորհրդակցություն։ Իրավաբանական խորհրդակցություն մենք չենք ցուցաբերելու, բայց մենք կարող ենք կապել են կազմակերպությունների հետ, որոնք պրոֆեսիոնալ ձևով դա կարող են մատուցել։ Չեն կարող նաև գարանտիա տալ, որ 100%-ով այդ, այսինքն դատը կշահվի եւ այլն։ Ունենք դեպքեր, երբ որ փոքր եւ միջին ձևի խնդիրներ ունեցել են պետության հետ, պետական մարմինների հետ, մեր գործընկերները եւ հայնադարսների մի մասը եւ կարողացել են պաշտպանել իրենց շահերը, բայց ոչ բոլոր դեպքերում։ Եվ նույնպես նշեմ, որ մենք ընդամենը 2 ամիս է որ գործում ենք, այդպես որ չեմ կարող ավելի երկար ժամանակի կտրվածքով պատասխանել այդ հարցին։ Վարդան, քանի որ մեր եթերաժամանակը սպառվում է, բայց ես հույս ունեմ, որ մենք ենթադրենք 1 տարի հետո եւս կանդրադառնանք ձեր ծրագրերին, կհասկանանք թե դուք ինչ ձեռքբերումներ ունեցաք, ինչ նոր հաջողություններ կունենաք։ Ես վստահ եմ եւ մաղթում եմ ձեզ հաջողություններ այս շատ կարեւոր գործում։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն է Վերադարձ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը եւ ձեզ հետ էր հաղորդման հեղինակ եւ ռադիո բրիֆինգ հաղորդման հեղինակ եւ վարող Գևորգ Մելիքյանը։ Մնացեք Արմ ռադիոյի եթերում։ Առայժմ